Աստծո խոսքեն երկու համարներ պիտի գարտամ, մեզի ծանոթ գլուխ մնե, ուրեմն Ղուկասի ավետարանին առաջիներորդ գլուխն է, առաջին գլուխ, հրեշտակը գահիտնվի Գույս Մարիամին, գարտացված համարը պիտի ըլլա 28 և 38, գսե, ու հրեշտակը անոր կալով ըսավ, ողջուն քեզ, ով շնորհնգալ Գույս, դերը քեզ հետ է, թուն գանանց մեջ օրհնյալ ես։ 38-րդ համարն Մարիամ կպատասխանե, և Մարիամ ըսավ, ահա ես Տերոջը աղախինն եմ, քու ըսածիդ պես թող ըլլա ինձի, ու հրեշտակը անոր քովեն քնած։ Վիքին երկած երկնալ այս է, քու գամքդ դեր ըլլա, երանի թե մենք ալ գարենանք միշտ ըսել ով դեր քու գամքդ օրհնյալ ըլլա։ Այսօր մայրեր օր է և որքան փառք ուտանք Աստուծո մեր մայրերուն համար, մեծ մայրերուն համար, անոնց ցուցաբերած զոհություններուն համար, անոնց սիրո արտահայտություններուն համար։ Նաև կշնորհավորեմ ձեզ, որ հոսեք և անոնք, որոնք մեզ գտիդեն թիմադեդրի կամ YouTube-ի միջոցով, թող Աստուծո օրհնություն հանգչի բոլոր մայրերուն վրա, առողջ ըլլաք և կարենաք ձեր ծառայությունը մատուցել ձեր ընտանիքին, զավակներուն և թորնիկներուն, եթե անշուշտ կթույլատրեն, ադալ ուրիշ հարց է, փոփոխական աշխարհի մեջ կապրինք, բայց աղոթեցեք, որ Աստված հատուկ իմաստություն տա։ Շատ քեշ օրերու մեջ կապրինք և մորը թերը բազմակողմանի է, աստվածային իմաստության կգարոդի, և մենք ալ որպես այրեր պետք է աղոթենք մեր լիգիններուն համար, որպեսզի Աստված պահես իրենք իր շնորհքի մեջ։ Մայրեր արժանի են քնահատվելու, մանավանդ առաքինի մայրերը, որոնք գիտակից են Աստվածաշունչով մեծած և իրենց գոչումին գիտակից, իրենց զավակներուն կդաստիարակեն Աստվածաշունչով, ինչ որ թյուրին չէ Աստվածաշունչով, երբ մեր փոքրիկները, բադանուիներ, օրական ժամեր կհատկացնեն, դպրոցեն ետքը իրենց բռնած գործիքին հետ և հոնդեղեն ինչ սխալ միտքեր կգարնեն, ինչ բաներ կտեսնեն և հիմա մայրը Աստվածաշունչով ժամանակ պիտի տա և դաստիարակե Աստուծո խոսքի հիման վրա, որքան դժվար է, անոր համար աստվածային իմաստության կարիքը ունենք։ Իմաստունը Սողոմոն գսե առաքինի գնոջ ակնարկելով, անոր որդիները կգանքնին ու զայն երանելի կգոչեն, անոր ամուսինն ալ զայն կքովե, Արագած 31:28։ Սուրբ Գիրքի մեջ երևելի գիներու մասին կգարտանք, անոնց հավատքի մասին, անոնց իմաստությունը, համբերությունը, նվիրումը, աստվածպաշտությունը և իրապես անոնց կյանքը օրինակելի է։ Երբ երևելի գիներուն շարքին այսպես ուսումնասիրենք Սուրբ Գիրքի մեջ, Գույս Մարիամ բացառիկ տեղ կգրավե։ Գաբրիել հրեշտակը ըսավ անոր, ինչպես կարդացինք, գանանց մեջ օրհնյալ ես։ Եսայի մարգարեություն ըրած էր, որ Մեսիան գույսեմը պիտի ծներ, Եսայի 7-րդ գլուխի մեջ, և բազմաթիվ հրյա աղջիկներ կփափաքեին Մեսիայի մայրը ըլլալու բադիվը ունենալ։ Եվ ոմանք ալ մասնավոր գույս կմնային այդ նպատակին համար, սակայն այդ բադիվը Մարիամի վիճակվեցավ։ Եվ գուզեմ այս շնորհնգալ գնոջ գարկմը առաքինությունները հիշել,
Եվ նյութսալ այս է, ինչ որ հրեշտակը սավ շնորհնգալ գինը։ Առաջին գուզեմ իշել անոր հանդարտությունը, ինչ որ այսօր թյուրին չէ երևիլ մարդուն հանդարտելալ։ Երբ մարդիկ հրեշտակ կտեսնեն, ընդհանրապես գվախտան, ինչպես նկատի կառնենք հովիվներու բարական, երբ անոնց հայտնվեցան, վախցան, հովիվները վախցան։ Նաև Զաքարիա քահանան վախցավ, երբ հրեշտակ իրեն հայտնվեցավ։ Երբ Մարիամի հայտնվեցավ, շատ հանդարտ կտեսնենք, նույն հրեշտակը հայտնվեցավ եւ ան չվախցավ։ Հոս քեղեցիկ թասմը կարելի է մեջտեղ հանել, որ ան, որ հեզ է, արդարությամբ կգալե, Աստուծո հետ շիդակ հարաբերության մեջ է, Աստուծո կողմէ ղրկված պաշտոնյաներեն չվախնար, ան հանդարտ կմնա կյանքի բոլոր բարականերու մեջ։ Երկրորդը կտեսնենք անոր անգերց հավատքը։ Երբ հրեշտակը իրենսավ, որ պիտի հղանար, որ որդի պիտի ունենար եւ անունը Հիսուս պիտի թներ, Մարիամ հասկանալ ուզեց, թե ինչպես գիմ մգրնար հղանալ առանց այր մարդ ճանչնալու։ Այնպես որ այդ հարցումը դեղեցություն ենթադրե, ոչ թե թերահավատություն, անհավատաց ըսվածին, բայց ինչպես անգերձ էր։ Եվ երբ հրեշտակը բացատրեց, թե բարձրելուն զորությունը իր վրան Հովանի պիտի ըլլար, Մարիամ համոզվեցավ ու հրեշտակին ըսավ, քու ըսածիդ պես թող ըլլա ինձի։ Աստված կուզե, որ մենք հարցնենք, ինչպես, ինչու գահավատակ, ասոր, ինչ որ ըսի, Աստված գուզե, որ անոր երթաս և հարցնես, ինչու, ինչպես, պայմանա, որ անգեղծ, հավատքով երթաս, հեզությամբ երթաս։ Հավատաց, այսինքն վստահեցավ, ըսավ, եթե Աստված այդպես գուզե, թող ըլլա։ Քիծավ, հավատք ընձայեց լսած խոսքին եւ ըսավ, ով դեր, եթե դու այդպես կուզես, թող ըլլա այդպես։ Մեր բարակայնալ նույնը պետք է անենք։ Երբ Աստված մեզի կխոսի, պետք է ասենք օրհնյալ լա քու կամքդ, այդպես կուզես, այդպես թող ըլլա։ Աստված հիմա այո հրեշտակներով չի խոսիր, մեր ըմբռնումով, երազի մեջ դեսիքով, իր խոսքով կխոսի։ Եվ մենք ալ պետք է Մարիամի նման ասենք, քու կամքդ օրհնյալ ըլլա, քու ուզածիդ պես թող ըլլա քեզի։ Ան որ փարիկ մգնե մեգումը միշտ շնորհակալություն գայտնե եւ Մարիամ այս բադիվ իրեն մեծ օրհնություն մտածեց Մեսիային մայրը ըլլալու եւ ասավ քու ուզածիդ պես թող ըլլա։ Մենք ուրեմն նույնը պետք է ասենք։ Մեր կյանքի մեջ ինչ օրհնություններ գվայելենք, հոգատարությունը Աստուծո, անոր պաշտպանությունը եւ վստահելու ենք անոր եւ ասենք ով դեր քու ըսածիդ պես թող ըլլա։ Երրորդ կտեսնենք անոր հոժարությունը սխալ հասկացվելուն։ Այսալ դժվար էր, թյուրին չէր։ Բադմության մեջ լսված չէ գույսի մհղանալը առանց այր մարդ ճանչնալու։ Մարիամին համար դժվար պիտի ըլլար թրացիները, ազգականները եւ շուրջինները, քյուղացիները համոզել, որ իր վիճակը հարազատ բարակամն էր, որովհետեւ փսպսունքներ եւ չար նայվածներ պիտի ուղվեին Մարիամին, եթե նկատի առնենք այն ադեմվա մշակույթը, գասկածի եւ զրվարդության առարգա պիտի դառնալ եւ
այդ բարակային մեջ լրել բոլորին լուր գենալ ասի թյուրին չէ, գիտեք ով գրնա անել այս, միայն ան, որ իր եսին մերած է, իր եսին, այդ գրնա անել, և Մարիամ այդ թիրքը հայտնելով ցույց տվավ, որ ինք եսին մերած է, քու ըսածիդ պես թողլա, Մարիամեն սորվելիք շատ թասեր ունինք, որոնց մեկը լուր գենալ, երբ մեզ սխալ գահասկնան ու գզրբարդեն մեզ, անգեղծ եղիր, թյուրին է այս, ես անոր խոսքին դագը չեմ մնար, անգարելի է, թող չի խորի, որ ես խրփոյ եմ, գամ խելք չունիմ, ոչ, անոր խոսքին դագեն գրնամ ելնել, թյուրին չէ, բայց եկեք սորվինք Մարիամեն, վեճի ու գրիվի մի բադրաստվիր, երբ քեզ սխալ հասկացած են, քու Աստծեից սխալ գխոսին, հանդարտության մեջ քու թադդ Աստուծո անցնե և ան արդարությունը երևան պիտի անե ուշ կամ գանուխ, անպայման պիտի հանե։ Չորրորդ վճարելիք բարձր քին մգտեսնենք, որ Մարիամ հոժարեցավ, հոժար էր այդ մեծ քինը վճարելու։ Առաջին լուրջ կասկածողը իր նշանածը Հովսեփը եղավ։ Բնական է, կպատկերացնենք, քրված չէ Հովսեփ կասկածեցավ, բայց պատկերացուցեք վիճակը։ Հղի մնալը անհավատարմության վերակրեց և որոշեց զինք թողել։ Եվ այս դրամապանական է, շատ դրամապանական է։ Մարիամ գիտեր իր անմեղությունը, բայց ինչպես կարենար խոսք հասկացնել։ Դժվար վիճակի մեջ էր, բայց որովհետև խնդիրը Աստծո ցկած էր, Աստվածալ Մարիամի բադիվը պաշտպանելը հանցնարավ և երազոմը նշանածին Հովսեփին երևցավ և ասավ, որ իր մտածությունեն ետ կենա և զայն ընդունի իր քով։ Իրապես Մարիամեն սորվելիք շատ թասեր ունինք, բայց ով հոժար է սորվելու։ Մարդիկ հոժար են Մարիամը քովելու, փարապանել, անոր բարեխոսությունը խնդրել, սակայն հոժար չեն անգե թասեր սորվելու, մեկը իքզիկ թող չի խապե, հոժար չեն, անոր առաքինությունները որդեքրելու հոժար չեն, անոր նման հանթր դլալու հոժար չեն, անոր նման անգեղծ հավատք ունենալ առասված հոժար չեն, անոր պես հեզլալու հոժար չեն։ Այս պատճառով այդ բարձանքը զանոնք առաջնորդած է ավանդապաշտության և քաղաքապարապաշտության։ Մարդիկ կուզեն Մարիամով բարձենալ, սակայն չեն ուզեր Մարիամի նման ապրիլ, չեն ուզեր։ Անվայել գերբով եկեղեցի կմտնեն, ուզածնին պես կյանք կապրին, մյուս կողմեն Մարիամով կբարձենան, փուչ սնոդի բարձանք է այս, եթե Մարիամը կհարկես, իրեն նման գլաս, հեզ գլաս, կնվիրվիս Աստուծո, կհնազանդիս անոր խոսքին և գսես քու ուզածիդ պես թողլա ինձի։ Հինգերորդ անոր սուրբ քրային գիտությունը նշմարելի է, անոնք որ բոլորս ալ գիտենք, թեպքը հրեշտակը Մարիամի գայտնվի եւ ան, ինչպես օրհներքը լեցուն է, հինգ դագարանեն արնված, մեջբերումներ գնե, հայտնի է որ գլսեր հինգ դագարանի քիրքերը դաջարի մեջ, կամ գգարթար և շատ մը համարներ կոց կսորվեր, անոր համար իմաստուն էր
Եվ մխիթարություն կդավ այդ քիրքերու մեջ, քրություններու մեջ եւ հաղթական դուրս ելավ իր այդ վիճակեն։ Մարդկային ակնոցով թիտված հաղթական դուրս ելավ։ Աստծո խոսքին գիտությունը ունենալը սկանչելի է, հոսալ մեզի տասկա։ Կարդացեք Մարիամին օրհնելքը, ինչպես զասված գործն է գփարապանե։ Աստծո խոսքը կարդացող ու անոր հնազանդողը իմաստուն է։ Նեղություններու մեջ պիտի մխիթարվի ու կյանքի դժվարությունները հաղթությունով պիտի թիմակրավե, ինչպես կտեսնենք Մարիամի կյանքի մեջ։ Եվ վերջին առաքինությունը հիշեմ, անոր փարապանությունը։ Երախտագիտությամբ լեցուն հոգիմը ուներ։ Իր անարժանությունը աչքին արջևն է։ Ամեն բան Աստծո շնորհքին կվերակրե։ Աստված է որ գուտա, կփարսրացնե, կգերակրե, գոկնե, ուրեմն ըսավ պետք է զայն քովեմ, փարապանեմ, օրհնեմ, անոր առաքինությունները հիշեմ։ Մարիամի նկարակիրին ամենացայդուն հատկություններ խոնարհությունը, հեզությունը։ Այսօր համարալ Աստուծմե շնորհք կդավ եւ Հիսուսի մայրը եղավ, ով շնորհնգալ գին, շնորհքներ ստացավ։ Խոնարհությունը ուզեմ շեշտել այս կետին վրա։ Խոնարհությունը նշանն է Սուրբ Հոգիով լեցվելուն։ Ոչ ոք Սուրբ Հոգի լեցունությունը հոլով է, երբ անհբարդ է։ Ինքսին կխապե իր շուրջինները։ Խոնար անձը գրնա դրամատրվել Սուրբ Հոգին, որբեսի ան առաջնորդ է կյանքը։ Խոնար անձը գրնա ասել քու ըսածիդ բես թողլա ինձի։ Խոնար անձը գրնա իր լեզուն զսպել եւ լուր գենալ, երբ շուրջիները զինք սխալ կհասկնան։ Հբարդ մարդը ուրիշներու լեզուն գուզե զսպել ու զանոնք լրացնել։ Ասե հբարդին կորձը։ Բիրամայրը ընդրեց խոնարհությունը եւ իր թշվառությունը Աստծո անցնեց, Աստվածալ հատուկ շնորհք ըրավ։ Ով շնորհնգալ գին։ Որպես մայրեր եւ ընդհանրապես որպես հավատացյալներ, եթե գուզենք Աստծուծմե շնորհք գտնել, պայմանը խոնարհությունն է։ Եվ խոնարհությունը ընդրություն է։ Անոնք որ գաղութեն ըսելով ով Աստված դուր ինձ խոնարհության բարգևը, այդպեսներուն Աստված կպատասխանե զավակս, ես խոնարհության բարգև չունիմ։ Իմ ունեցած բարգևներս եկեղեցի շինության համար են եւ ես ոմանց գուդամ, ոչ բոլորին։ Եթե գուզես խոնարհալ, ընդրե խոնարհությունը, գնդրես, եթե գնդրես, ընդրե, ազատ ես։ Անոնք որ գսեն դուր ինձ խոնարհության բարգևը, իսկության մեջ անոնք խոնարհությունը ընդրելու նպատակ չունին։ Անոր համար Աստծո վրա գնեն։ Դուր ինձ ես ըսի իրեն, խնդրեց չի դար, ուրեմն ինքն է հանցավորը։ Ինչպես որ քրիստոնյաներու մեծամասնությունը ըսպարազինությունը մեկ կողմ թրած են եւ գաղութեն ըսելով ով Աստված սատանային գրագոտ նետերը մարե, սատանան ինձ մեհերացուր եւ այս հրե այդ հրե։ Աստված գսե զավակս թուն պիտի մարես, սատանային գրագոտ նետերը թուն պիտի մարես։ Ես քեզի միջոցները հայթայթած եմ, ըսպարազինվիր, բայց դժվարությունը մարդոց խոսքը չեն գարտար, լուր չունին, Եփեսացված մեջ գադարյալ ըսպարազինությունը կա, հակիր վրատ եւ պիտի մարես, թուն պիտի մարես։ Սատանա մեզ մեպի չի հերանա, Աստված սկիզբը մեզի լուր դվավ, ան մեր շուրջը գտարնա այդպես չենք գարտար։
Մրնչող արուծի պես մեր շուրջը գտարնա, երբ տեսնեմ ենք ըսպարազինված չենք, գուքա գահարցագի է մեզ իր ջիրաններում մեջ կարնա, այնպես որ պետք է ըսպարազինվիս։ Մարդիկ աստվածաշունչը բահարանի մեջ տրած են և հատուկ աղոտներ ցերքերնին թութագի նման գարդասանեն, այդ աղոտները մինչև առաստաղ գահաստին, ուստի ավելի լավ է Աստուծո խոսքը գարդալ և դրամաթիրը լալ լսելու թե ան ինչ գսե։ Մարիամ ընդրեց խոնարհությունը և Աստուծմե շնորհք կտավ։ Ինչ կնշանակե շնորհք գտնել։ Շնորհք գտնել կնշանակե ունենալ բաներ, որոնց արժանի չենք, սակայն այդ բաները ստանալու գարժանանանք, երբ գխոնարհենք Աստուծո առջև։ Մեղավորը ինչպես փրկության շնորհքին գարժանանա, երբ գխոնարհի, իր մեղավորը լալը գնդունի և Աստված շնորհք կնի, ամենամեծ մեղավորն ալ, երբ գխոնարհի, Աստված շնորհք կնի։ Այնպես որ անոր խոնարհությունը ընդրած է իրեն համար մտափոխությունը հեշտ կդառնա։ Իսկ անոր հասկացած չէ հբարդությամբ անոր գբոդենա և գսե գիտես ես ով եմ, ես իմ նմանս չի գա, ես այս եմ, ես այդ եմ, այդպեսի մեկը շնորհք չի գնար ստանալ, Աստված շնորհք չուներ։ Ինչու համար շատեր չեն ապաշխարել, միտքեր չեն փոխել, որտև հբարդ են, չեն ուզեր խոնարհել, ընդրել խոնարհությունը։ Ինչու համար շատ քրիստոնյաներ իրենց անձերուն վրա չեն աշխատիր, որբեսի քրիստոնեական սկզբունքներով ապրին, ոչ թե խոսին, որտև հբարդ են և հոժար չեն փոխվելու, ընդրած չեն խոնարհությունը, այսպես Աստծուց մեզ շնորհք չեն խնդրել։ Մարիամ օրինագելի մայր եղավ, երբ Գաբրիել հրեշտակը ասավ, գանանց մեջ օրհնյալ ես։ Գանանց մեջ ինչ գանանց գիներ գային, աղջիկ գույսեր գային, օրհնյալ ես դու։ Ինչ հիման վրա հրեշտակը այդպես ասավ, անոր խոնարհության, այդ հիման վրա ասավ։ Մարիամ դիբար մայրը եղավ և իրապես օրինագելի է ոչ թե միայն մայրերուն, գիներուն, հաբա նաև մեսիալ այրերուն։ Եկեք ոչ միայն անով բարձենանք, հաբա անոր նմանինք և ընդրենք խոնարհությունը։ Աստուծմե շնորհք ստանալու միակ միջոցը խոնարհությունն է։ Թող մայրերը օրվա առիթով, ով շնորհընկալ գույս և կանանց մեջ օրհնյալ ես խոսքերը մեր սրտին ականջներուն այնպես մհնչեն ամեն օր, որ այդ խոսքերը մեզ առաջնորդեն թեպի հեզություն, թեպի Աստված, որպեսզի ան մեր միջոցով գործե։ Մեզ առաջնորդ է իր կամքի մեջ և մենք պիտի կարենանք ասել քու ուզածիդ պես ըլլա։ Տեր օրհնե մեր բոլոր սիրելի մայրերը և մեծ մայրերը։ Այս բահուս ամեն տարի գիշենք, անշուշտ միշտ գիշենք, բայց այս հատուկ օրվա մեջ գիշենք նաև մեզ մեկնող սիրելի մայրերն, մեծ մայրերն, անոնք հիմա իրենց հանգիստը մտած են։ Մենք պիտի միանանք, անոնց հիշադակ օրհնյալ լա։ Մենք դակավին գաբրինք այն հույսով, որ օրը զիրենք պիտի տեսնենք։ Դերը ձեզ բոլորդ իր շնորհքի մեջ պահե, իբարս երրորդության, ամեն։ Շնորհակալ ենք Տերոջ խոսքին համար և Տերը շնորհե, որ ամեն մեկս հնազանդության, խոնարհության
եւ նվիրումի հոգիով ապրենք կործենք Տերոջը համար։ Պիտի վերջացնենք երգելով 518-րդ երգը, որուն վերջին դունը ոտքի եւ հովիվի նաոտքով պիտի փակենք։ Դեր Աստծո ջամփան ամենեն լավն է։ Այով դեր պարկուդանք, որ պիրավորներ կուջամպուտ մեջ գկալեն, շնորհակալ ենք դեր մենգալ անոնց մե մասմը, ուքանք քու արջևդ գխոնարի քու մեծապարճան դարչև եւ պարկուդանք ամեն բանի համար, մանավանդ դեր այս հադուկ բահվան մեջ պարկուդանք մեր մայրերուն, մեծ մայրերուն համար, գաղոթեն որ հադուկ գերբով օրհնես, զիրենք, առողջ պահես անոնց միտքը, հոգին, մարմինը եւ դեր ուրախացնես զիրենք անոնց աղոթները պատասխանելով, փառավորվե դեր յուրաքանչյուրիս կյանքի մեջ եւ լա որ Մարիամի նման մենգալ քեզ բադվելու յետևելանք եւ միշտ գարենանք ասել քու ըսածիդ պես թողլա ինձի, արցագես մեզ քու խաղաղությամբ
Փառքիդ համար ամեն։ Ամեն։